Երեխեք ջան, ողջունում եմ բոլորիդ, պատրաստվում էի տոլմա սարքել, ասեցի կարող ենք միասին սարքել, ձեռքի հետ խոհանոցն էի կարգի բերում, այստեղ ունեմ 1 կիլոգրամ միս, տավարի, 1 կիլոգրամ մսին կավելացնեմ ոչ մեծ բաժակով բրինձ, կավելացնեմ սոխը, թարմ կտրատած կանաչեղեն, իմ սիրած համեմունքներից, համեմունք մսի համար, կարմիր, պղպեղ, աղ և վերջ կարծում եմ, մի փոքր կարող է տոմատի մածուկ անեմ, տեսնենք ու կստանենք համեղ ֆարշ, կպատրաստենք մեր տոլման, վստահ եմ, որ համով կստացվի, կաղամբով ենք սարքելու, թուփ չեմ առել, որովհետև վաղը հարցազրույցի եմ ու չէի ուզում, որ եղունգները սևանան թփի պատճառով, անցանք գործի։ So no 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 I don't think so no 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 it's never ever 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 gonna happen I don't think so no 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 I don't think so no 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 it's never ever 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 gonna happen I don't think so no 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 maybe someday you'll have it your way maybe someday it'll all work out until then nope and nope Երեխեք ջան, ես տոլման փաթաթեցի, ինչպես եւ ենթադրում էի, կաղամբը չհերիքեց, բայց էլ խոյնին չխնդրեցի, որ իջնի, առնի եւ այլն, մտածեցի, քանի որ Արտաշեսը կաղամբ չի սիրում, միսն ա ուտում, հենա այսպես կոլոլակների տեսքով մի քանի հատը կդնեմ, ինքը թող այդպես ուտի։ Հիմա մի փոքր կսարքեմ տոմատով սոխարած, կլցնեմ վրան ու կդնեմ մարմանդ կրակի վրա եփելու, արդեն այսօր չեն ուտի երեխաները, միայն խորենը կուտի այսօր կարծում եմ, որտեղ իմ ուտելու ժամն էլ ավարտվել, դե մենք էլ արդեն վաղը կփորձենք։ Կես կաստրուլկա, մեծ կաստրուլկայից կես կաստրուլկա ստացվել, դե եփելուց էլ գիտեք կրկնապատկվում է բրնձի հաշվին եւ մսի հաշվին ուռում ավելի։ Կդառնա մի այսքան, մեզ շատ լավ հերիք է, մի երկու օր կվայելենք։ Ահա եւ իմ սոխարած երեխեք ջան։ Սա մի հատ գթալով հավասար բաշխեմ, այնպես դժվար է նկարել ու անել։ Երեխեք ջան, ողջույն բոլորին։ Ես ինչպես տեսնում եք պատրաստված եմ, դասական եմ հագնվել, որովհետև այսօր ես գնում եմ հարցազրույցի։ Պիտի գնամ մամուլի շենք, իրականում արդեն պիտի դուրս գամ, ուղղակի չեմ էլ ուզում շատ շուտ հասնեմ, բայց ես միշտ նախընտրում եմ ավելի շուտ հասնել, քան ուշ։ Վերջի պահին եղունգս վնասեցի մի փոքր, բայց հուսամ, որ օքեյ է, ամեն դեպքում իմիեմ то, что իմիեմ։ Այսպես, մի խոսքով ես դες հետ կապի դուրս կգամ արդեն այն տեղեքից մի տեղից։ Ձեզ մաղթում եմ բոլորին, բարի դիտում։ Երեխեք ջան, ես արդեն հասել եմ, ճիշտը որ ասեմ, տաքսիստը մի քիչ այն ճանապարհով չեկա, որով պետք էր ու ես հենց ուղիղ ժամին եմ տեղում, ես իմ եմ Նավշակիով, հիմա մինչև գնամ բարձրանամ էլ 3-4 րոպե ուշանամ։ Վերջ երեխեք ջան, հարցազրույցը ավարտեցի։ Իրականում հարցազրույց վերցնող աղջիկը իմ հետևորդուհին է, փաստորեն երկար ժամանակ ինձ հետևում շատ հավես զրույց ունեցանք, որ ամեն ինչ գիտեր իմ մասին։
այդպես համ կադրում էր հաճելի, համ կադրից դուրս։ Կիրակի օրը կլինի թողարկումը բոլոր հեյթերներից, ովքեր ինձ մոտ բլոկված են, հրավիրում եմ այդ հարթակ, որ կոմենտներում մի քիչ սիրտները բացեն, թեթևանան։ Ինչի եմ սենց ասում, որովհետև այսքան ժամանակ փորձը ցույց է տվել, եթե ինձ ուրիշ որևէ հաղորդման են կանչել, հա, հոլովակ են իմ մասնակցությամբ տեղադրել, այդ այն տեղն է, որտեղ իրանք ազատ են թողնում իրենց էմոցիաները ու մաքսիմալ դատարկվում են մաղձից։ Դրա համար ես այդ հնարավորությունը ձեզ տալիս եմ, կարող եք գնալ, ես լինքը հետո կթողնեմ։ Կարող եք գնալ, նայել եւ մեկնաբանել։ Որոշեցի մետրոյով գնամ տուն։ Մի քիչ համ կքայլեմ, տաքսի նստելու ցանկություն չունեմ։ Համ կքայլեմ, համ այլ այսօր սյոմկաներ ունեմ անելու։ Կգնամ եւ կզբաղվեմ իմ սյոմկաներով։ Ողոց էի անցնում, ավտոյտագործի չընկնեմ։ Ստոպ տվեցի։ Այդպիսի բաներ երեխեք ջան, լավ է, եղանակը բացվեց սյոմկաների համար շատ կարևոր է, որ արևոտ լինի օրը։ Երեխեք ջան, այստեղ փորձարկում եմ նոր շարքը, համ հոլովակ ենք նկարում, համ էլ մեր գազօջախն ենք ոլորտիով մաքսում անում։ Ես արեցի, հիմա խորիկը շարունակում ավելի դժվար հասանելի մասերը, ռեզուլտատը ընկերություն է։ Նայեք երեխեք ջան, ինչ լավ է մաքրվել գազը։ Հիասքանչ, հələ պրոցեսի մեջ ենք, բայց արդեն այս մասիվ առադյուղերը հանխորս ցավացրեցի մատդ։ Ինչպես եւ Արտաշեսից խոստացել էի, նկարահանումները վերջացրեցի, այսօր էլ իր օրն է սամակատ քշելու։ Տղես, խորեն Արտա Դավի հետ գնացել է Վայլդբերիս։ Ես էլ ասեցի առիթը օգտագործելու իսկական ժամանակն է, թե չէ որ տեսներ Արտաշեսի հետ սամակատով իջնում ենք, դենա փոքր է, չէ՞, չի հասկա մի օր իմ օրն է, մի օր Արտաշեսի, ինքը ամեն օր ուզում է քշի։ Շատ եմ հոգնել, բայց մոնտաժ բան ասեցի, օքեյ, երեխուն խոստացել եմ, տանեմ նոր մոնտաժով կզբաղվեմ։ Ինչ ես նկարում, տղես։ Վաու, դաժե ստեղ եկավ կավիճ գտավ, իրեն նկարչություններն է անում։ Վայրիկների մեջ է։ Հավես, հա։ Արագություն է պահանջում։ Կողքը շուն կա, բայց փորձում եմ հաղթահարել վախերս։ Հələ մի հատ իմ կիսաբայևոյ տեսքը նայեք։ Ավտո է գալիս, տղես, ստեղ ենքան ավտո է, շատ է, ամեն տեղից ավտո է դուրս գալիս, մի քիչ ամշատիր եղար վերջ։ Երեխեք ջան, նստած մոնտաժ եմ անում, Դավն ու Խորենը վերադարձան, այս ծաղիկների համար գժվում եմ, իրանք այնքան անուշաբույր են, այնքան հաճելի բույր ու տեսք ունեմ, որ չգիտեմ, մի անգամից տրամադրություն բարձրացավ, սուրճ եմ դրել, պաղպաղակա Խորենը բերել մի հատ խմենք, այս Դավինն է, բաքոն է ինչն է։ Հա, տաշեսը լեգո է։ Ես եկան լոգասենյակ, այս pin-up ոչի հակու կապով, որովհետև պլանավորում եմ մեյքափս մաքրեմ, ինչքան էլ որ սիրուն է, ու այսօր մի քիչ ավելի պրոֆեսիոնալ էի, մոդեցել մեյքափին, զուտած կողականություն, քանի որ հարցազրույցի էի, ու կարևոր էր էլի, որ կադր ամեն թերությունը ավելի սենց կարա ցույց տա, դրա համար պիտի մի քիչ ավելի զգուշ լինես այդ հարցերում։ Այդ հարցերով էի զբաղված առավոտից։ Դավը ուրեմն եկել ու անջատել էր իմ բուդիլնիկը։ Երեք մտքովս անցավ։ Ես եմ արթնացել, զուտ ներքին զարթուցիչը ինձ վերակացրել ու ես այնց պրիտիկ հազիվ արագ մտել եմ, լողացել եմ, արագ մազերս մուսով սարքել եմ, հարդարվել եմ, դուրս եմ եկել, բա։ Դավս եկա, ուրեմն ուզում այն ձկների համար իրան բասեին տամ, որ ձկներին որսա։ Հիմա կգամ կփորձենք գտնել, միայն թե հանգիստ թողից մաման մի հատ էս գրուզից ազատվի, մոնտաժը կարևոր արեցի, շատ կարևոր է էլի, ես որ անելիք եմ ունեմ, շատ պարտաճանաչ եմ տեսակով, անկեղծ էլի, գլուխ գովալ չունի, ես որ անելիք եմ ունենում, ես իմ հանգիստը կորցնում եմ, պիտի անեմ նոր հանգիստ շարունակեմ կյանք։